Ենոքավանի գլխին տարին բոլոր մառախուղ է, մեծ արձակագիր բակունցի ոճով, ասում է գործարար Արտակ Ճաղարյանը։ Ռուսաստանում ծնված, աշխարհի ամենալավ բիզնես դպրոցներից մեկն ավարտած երիտասարդը արդեն 4 տարի է ապրում է սահմանամերձ Տավուշի մարզում։ Վաճառքի մենեջերը իր ապագան հարազատ Ենոքավան գյուղում է տեսնում։ Մեր ընտանիքի արմատները Ենոքավանից են։ 12 տարի առաջ Արտակի հայրն է հիմնել հանգստի այս գոտին ապագա անունով։ Նրա համար այս բիզնես նախագիծը ոչ թե եկամտի աղբյուր էր, այլ գյուղի ապագան բարեկեցիկ դարձնելու փորձ։ Չկար նպատակ փող աշխատելու, արագ փող հետ բերելու եւ այլն։ Հիմնական նպատակը եղել էր, որ մենք գյուղը չդատարկվի, ինչ որ աշխուժություն մսվի, մենք նպատակին հասել ենք։ Այս պայմանությամբ Ենոքավան գյուղը եւս մեկ տուրիստական կետ է Հայաստանի քարտեզյուն։ 1991-ին գյուղը մոտ 460 բնակիչ ուներ, հիմա 630-ից ավելի։ Ենոքավանցի երիտասարդներից շատերն են աշխատանք գտել ապագայում։ Նրանք լավ ծանոթ են տարածքին, ամեն քար ու թուփն անգիր գիտեն, հովեկների համար կազմակերպում են քայլարշավներ ու զբոսանք ձիերով։ Հիմա մեր գյուղում գտնվող լաստիվեր կոչալ տարածքը արդեն դարել է Հայաստանում ամենաճանաչված տեղերից մեկը, դրա վրա լիք աշխատել ենք։ Անցած տարի Արտակի գլխում նոր գաղափար ծնվեց, օգտագործել նաև շրջակա բարձունքները էքստրեմալ տուրիզմը զարգացնելու համար։ Կանաչ անտառում ստեղծվեց Դեղին այգին, Yell Extreme Park-ը։ Այն առաջարկում է պարաններով կապված անցնել մի քանի 100 մետր խորությամբ անդունդի վրայով կամ սավառնել երկնքում պարապլանի օգնությամբ։ Տարածաշրջանում միակն է, մանկ տալիս ենք հնարավորության մարդկանց կան անվճար պարկում քայլեն, արշավներ անեն, հանգստանան եւ ընթացքում ունենան հնարավորություն ինչ որ մի հատ հետաքրքիր զբաղմունք ունենան։ Եթե քարտեզը Հայաստանի նայեք, Տավուշի շրջանից մինչև Ալավերդի անսահմանափակ տերիտորիա, որ ընդհանրապես ոչ մի ձև չի օգտագործվում։ Իսկ այդ տերիտորիան տալիս է կտա հնարավորություն զարգացման եւ սահմանամերձ գյուղերին եւ Տավուշի շրջանին եւ Ալավերդին։ Հայաստանը կարող է նվաճել էքստրեմալ տուրիզմի համաշխարհային գագաթները, վստահ է Արտակը։ Նրա գաղափարներին թև տվող երիտասարդներից մեկն էլ Հրագն է։ 2013-ին է եկել Սիրիայից։ Քեսապցի տղան Երևանում էր սովորում, երբ Ենոքավանում աշխատելու առաջարկ ստացավ։ 1.5 տարի էլ արդեն այստեղ եմ ապրում։ Աշխատում եմ այստեղ խոհանոցում, հիմնականում խորովածի վրա եւ շատ լավ կյանք է այստեղ։ Գործին զուգահեռ Հրագը սովորում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում։ Ապագա ծրագրավորողը Սիրիայում թողել է ծնողներին ու եղբորը։ Մնում են այնտեղ չեն ուզում դուրս գան։ Ուզում են բահեն տունտեղ։ Միացյալ Նահանգներում ապրող քեռիներին սիրիահայ տղան բարևներ է ուղարկում սահմանամերձ Տավուշի մարզից։ Երկար ժամանակ չեմ տեսել իրանց։ Շատ բարևներ միայն, ուրիշ ոչ մի բան։ Yell Extreme Park-ից Նատալյան իջևանցի է, Սանկտ Պետերբուրգում է կրթություն ստացել։ Արդեն 1 տարի է Ենոքավանի հյուրերի համար ադրենալինի հսկա պաշարներ է ապահովում։ Ամենահետաքրքիրը մեր աշխատանքի մեջ այն է, երբ որ համոզում ենք եւ իհարկե վստահ ենք, որ իրենց հետ ոչինչ չի կատարվի, իրենց այդ վախը միանշանակ հաղթահարվելու է, ու հենց այդ պահը, հա, երբ որ զգում են մարդիկ ինչ վախեցած հայացքներով առաջին գիծն անցնում են ու հետո ուղղակի շնորհակալություն հայտնում մեզ, որ շնորհակալ ենք անգամ, որ համոզեցիք մեզ, որովհետեւ շատերն ասացին, որ այլևս ոչինչից չեն վախենում եւ գոհ հրճված ուղակի հեռանում են ստեղից, անգամ գրկախառնվելով մեզ հետ։ Էքստրեմալ հանգստի այս գործում դեղինների թիմը նոր է, բայց դեղնակտուց չէ։ Շուտով էքստրեմալ հանգստի նոր, ոչ պակաս խելահեղ տարբերակներ կառաջարկեն զբոսաշրջիկներին։ Մինչև ապրիլի վերջ կունենանք նաեւ Rope Park, ծառից ծառ տարբեր ձևերով, հենց օթոմ մարդիկ պետք է անցնեն այո։ Ակտիվ աշխատում ենք 4x4 ակումբի հետ դեպի սարեր, արշավներ մեքենաներով, ջիպ տուրեր։ Արտակը իր երիտասարդ թիմի հետ այս անտառներին ու ձորերին նոր իմաստ է տալիս։ Բիզնեսի հաջողությանը Ենոքավանի լավ ապագային չեն կասկածում։ Գիտեն, մառախուղի հետևում
միշտ դեղին արև կա։